վարվում է կոնցլագերի օրենքներով եւ իմիջայլոց սա մենք չենք հնարում, եթե դուք այդքան գովում եք ձեր ռեժիմը, տարատեսակ քարոզչամիջոցներով տարածում եք, թե ժողովրդավարություն է, ամրապնդել ենք դիրքերը, մի հատ նեղություն քաշեք միջազգային զեկույցները, նայեք ձեր սիրելի միջազգային կազմակերպությունների զեկույցները, այդ զեկույցներում դուք գնահատված եք որպես հիբրիդային ռեժիմ, դուք ժողովրդավարական ռեժիմ չեք, իսկ ես նաև մի առումով էլ փչացնեմ, հիբրիդային ռեժիմներին Եվրամիություն չեն ընդունում ուղղակի, այնպես էլ չէին պատրաստվում ընդունել, այս դեպքում առավել ևս, դուք այնքան հեռու եք ժողովրդավարական արժեքներից, ինչքան ասենք, չգիտեմ, Հիտլերն էր հեռու, ինչքան Դիդի Ամինն էր հեռու եւ մնացած դիկտատորները։ Ուղղակի երբ համեմատում ենք մյուս դիկտատորների հետ, թվում է թե ասենք այնտեղ շատ դաժան էր իրավիճակը, շատ այլ ձևերով էին արտահայտվում այդ բռնաճնշումները, բայց մենք մոռանում ենք, որ 21-րդ դարն ենք եւ այդ 21-րդ դարում տարատեսակ տեխնոլոգիաներով եք դուք ձեր այդ ավտորիտար համակարգը, կոշտ ավտորիտար համակարգը հաստատում։ Անդրանիկ Թևանյանի գործը բնականաբար նաև Արեգնաց Մանուկյանի դասական օրինակ է։ Ես կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո այս գործը դասագրքային է դառնալու ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային իրավագիտության մեջ։ Այս գործով ցույց են տալու, թե ինչպես կարելի է քաղաքական հետապնդում իրականացնել աշխարհաքաղաքական մոտիվներով։ Անդրանիկ Թևանյանը կարելի ասել նաև, որ աշխարհաքաղաքական պատանդ է։ Ես կարծում եմ, որ այս գործի հիմքում կա նաև արտաքին միջամտության հետ, այսինքն արտաքին պարտադրանքի հետևանքով է նաև Անդրանիկ Թևանյանը հայտնվել անազատության մեջ, այդ թվում նաև բնականաբար Արեգնաց Մանուկյանը։ Եթե ասում ենք Անդրանիկ Թևանյան, նաև նկատի ունենք Արեգնաց Մանուկյանին, որովհետև այս գործերը կապված են մի այլ ձև։ Հետևաբար մենք հասկանում ենք, որ լուծումը նաև աշխարհաքաղաքական է լինելու եւ դուք ձեր ձեռքով այդ մասին գրել եք քրեական գործում, բազմաթիվ անգամներ նշվեց։ Ինչ եք նկարագրել այդ քրեական գործում, որ Անդրանիկ Թևանյանը նպաստել է Գյումրիում իշխանափոխություն իրականացնելուն, Անդրանիկ Թևանյանը կողմ է հանդես եկել հայ-ռուսական հարաբերությունները իրականում բարեկամական եւ գործընկերային դարձնելուն, Անդրանիկ Թևանյանը ընդգծված հակաիշխանական դրամատրություններ ունի, բայց թաքցնելու բան չի, ակնհայտ է, որ այդ ամեն ինչը այդպես է, բայց դա ներկայացնել որպես, չգիտեմ, քրեական վարույթի մաս կամ չգիտեմ, այդ իրավական տերմիններից այդքան էլ լավ չեմ, բայց քրեական գործում այդ ամեն ինչը նկարագրելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդման մասին ապացույցներ։ Հետևաբար ես եւս մեկ անգամ ոչ թե քեզ Նիկոլ Փաշինյան կոչ կանեմ, այլ այն մարդկանց, ովքեր ուզած ենթարկվում են ինչ-ինչ քաղաքական պարտադրանքների բացառապես շարժվեք օրենքներով, որովհետև տեսանելի հեռանկարում Հայաստանում իշխանություն է փոխվելու եւ դուք այլ քննիչների, որոնք առաջնորդվելու են օրենքներով եւ խղճով, պատասխան եք տալու այն ամեն ինչի համար, ինչ անում եք այսօր։